գարնանային առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրը բարի առավոտյան ծրագիրը։ Գարուն է, տաքություն, ջերմություն, թե ինչպես եղանակն է տաքանում, ինչպես նաև մարդիկ են տաքանում, բայց ամենակարևորը ջերմությունը գտեք ձեր սրտերում, ձեր ներսում, որպեսզի կարողանաք ուրիշներին վարակել ու տաքացնել։ Իսկ լավագույնս ավելի տաքացնելու համար այս պահին առաջարկում եմ գնանք ու մի գեղեցիկ տեսահոլովակ վայելենք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող, եթե չեք նախաճաշել կամ դեռ չեք արթնացել, առաջարկում եմ արթնանալ, որովհետև բավականին արդեն ուշ է եւ ժամը 11-ն անց է գրեթե։ Ինչ որ մի լավ բան պատրաստեք, որպեսզի լիցքավորվեք իհարկե օրը լավ անցկացնելու համար, իսկ լավագույնս անցկացնելու համար օրը պետք է լիցքավորվել լավ լիցքերով, բարի լիցքերով, իսկ այն մեզ մոտ ավանդաբար անում է բարի մայիսը։ Այս պահին բարի մայիս մեր եթերում եւ հետո ավելի բարիացած կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։ А можно вам настроение поднять? Я просто решил вам настроение поднять. Это вам подарок. От всего сердца. Просто так. Я же могу просто так поднять вам настроение. Держите. А просто так. Можно же просто так, правильно? Хорошего дня вам. До свидания. Хорошего дня. Վերադարձանք բարի մայիսից, մայիսը ամենուր բարություն է սփռում եւ այժմ ժամանակն է մեր ավանդական հաջորդ էջին գնալու, բայց մինչ այդ մի փոքր տեղեկատվություն։ Այսօր հետաքրքիր տեղեկատվություն ստացանք, որ Սելենձիոնի անձնակազմը ամբողջ հրապարակել է մի հետաքրքիր պաշտոնական տեղեկատվություն, որ 2021 թվականից հետո Սելենձիոնը մեկ անգամ է կենդանի ելույթ ունեցել եւ դրանից Այսինքն 2021 թվականից մինչ 2024 թվականը այնինչ մենք լսում ենք Սելենձիոնի կատարումները, դրանք բոլորը ստեղծված են արհեստական բանականության կողմից։ Ահա թե ինչ է անում արհեստական բանականությունը եւ այս պահին իհարկե տեղեկատվություն անբարելու համար գնանք ու դիտենք նոր էջը մեզ մոտ կատու տեղեկատուն է ավելի տեղեկացված լինելու համար։ Դե ինչ ստացանք տեղեկատվության չափաբաժինը 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրը բարի առավոտյան ծրագիրը տեղեկացված լինելուց բացի նաև մարդը պետք է յուրաքանչյուր օր կարծում եմ մշակույթի հետ առնչություն ունենա եւ մշակույթից մի փոքրիկ մասնիկ իհարկե իր մեջ վերցնի եւ լավագույն մշակութային ծրագրերը համերգները միջոցառումները նամանավանդ այս ժամանակաշրջանը ես համարում եմ խիստ տոնական ժամանակահատված մայրերի, քույրերի, կանանց գեղեցկության օրվան նվիրված մարտի 8-ից մինչև ապրիլի 7, այնուհետև ապրիլի 7-ից մինչև հաջորդ տարի մարտի 8 իհարկե անվարելու այդ ամեն ինչը եւ այս պահին իհարկե պետք է զրուցենք մեր հյուրերի հետ մի հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառման մասին, որ ապագայում սպասվում է մեզ։ Եվ այսպես մարտի 20-ին կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա ազնավուր տոնական համերգը նվիրված կանանց մեկ ամսյակին եւ այդ կապակցությամբ մեր տաղավարում են այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը, բարի առավոտ պարոն Արաբյան, երգիչ, սիրված երգիչ, իմ լավ գործընկեր Մավր Մկրտչյանը, բարի առավոտ Մավր ջան, կոմպոզիտոր գործիքավորող հրաշալի երաժիշտ Կարեն Անանյանը, բարի առավոտ։ Բարի գալուստ մեր ստուդիա, ինչպես եք առավոտը դիմավորում առհասարակ։ Ինձ եք հարցնում։ Իհարկե, Կարեն ջան։ Սուրճ եմ պատրաստում եւ մոտենում եմ գործիքից, սկսում եմ աշխատել։ Եթե ժամանակ կա աշխատելու, իմ սիրած առավոտյան տեսակը դա երբ ես սկսում եմ աշխատանքը գործիքավորելով կամ ստեղծագործելով։ Առավոտ վաղ եք արթնանում։ Ոչ շատ վաղ, բայց ոչ էլ ուշ, միջին, 9-ի կողմերը։ Մավրը։ Բարի լույս ավելի։ Ողջույն Վրեժ ջան։ Նախ ասեմ շատ ուրախ եմ ու հաճելի է իմ տաղանդավոր
ընկերոջ գոլեգային հյուրընկալվել է Սարավարում։ Իմ առավոտները միշտ իմ ամենապրոբլեմատիկ տեղն է եղել, ես սիրում եմ քնել, բայց ցավոք սրտի շատ վաղ եմ արթնանում, որպեսզի որ դուրս տանեմ դպրոցը։ Եվ սկսում ամեն ինչ այդտեղից։ Բայց արդեն սովորել եմ։ Փաստորեն փոխադարձաբար նույն գործընթացի մեջ ենք, ինձ մոդել եւս արթնանում երեխաներին դպրոց եւ այլն։ Խոսենք մի ծրագրի մասին, պարոն Արաբյան, որը որ նախաձեռնվել է եւ սա Ազնավուր 100-ի շրջանակներում է, թե պարզապես կանանց մեկամսյակին նվիրված որպես սիրո երգիչ Ազնավուրի երգերի այս հետաքրքիր համերգային ծրագիրն է ներկայացվել։ Ծրագրի սկիզբը իհարկե սկսվեց Ազնավուր 100-ի շրջանակներում, որ սկսեցինք համագործակցել մեր սիրելի Կարենի հետ, Անանյան, դա անցյալ տարի էր արդեն, անցած մշակումներ կատարեց շատ գեղեցիկ երգչախմբի եւ սոլիստների համար, մենակատարների համար, մենք ունեցանք արդեն մի համերգ շատ գեղեցիկ եւ քանի որ արձագանքները շատ էին, որոշեցինք նմանատիպ մի համերգ մենք անենք այս ամսի 20-ին կանանց այս մեկամսյակին նվիրված։ Արդեն մի ամսյակ է դարձել, այո, մի ամսյակին նվիրված։ Նույնիսկ մտածում ենք, որ երկրորդն էլ կարող է անհրաժեշտ լինի ավելացնել, որտեղ հետաքրքրությունը շատ մեծ է։ Եվ այսինքն հանդիսատեսը ընդունել է բուրըն եւ հաջորդիվ պատրաստում է։ Այ Մավր, դու որպես բոլորս գիտենք, որ ավելի շատ ժողովրդական ժանրի կատարող ես, ավելի քո այսպես ասած երկրպագուները քեզ սպասում են մեր ազգային երաժշտության էլեմենտներով համեմված կատարումների։ Բայց այսօր Ազնավուր Իհարկե մենք առիթ ունեցել ենք քեզ Ալթունյան անսամբլի հետ եւս լսել Ազնավուր, ինչպես եղավ այս առաջարկը եւ ինչպես ես հարմարվում ես նոր իրավիճակներին։ Այս դեպքում կարող եմ Մուրադի դեմքը ընդունել իմ հայրենակիցն չէ Ազնավուրը։ Բայց շատ լավ հարց տվեցիք, որովհետեւ մինչ այսօր իմ հանդիսատեսը առավելևս ինձ ծանոթ է հենց շորթական ուշղական երգերով, բայց իմ նկրտումները, իմ ոճային հնարավորությունները եւ իմ ձգտումները հետագայում էլ չի սահմանափակվում մենակ ժողովրդականով։ Ես երգում եմ նաեւ դասական, մի խոսքով, այն ամեն ինչ, որ հայերաշխության մեջ կա։ Եվ առաջիկայում դրա ապացույցը մենք կունենանք, ինչի Ազնավուր։ Իմ համար Ազնավուրը դա համամարտկային արժեք է, համաերաժշտական երևույթ է։ Եվ այսինքն դու իրան չես կարող տեղավորվել մի ժանրի մեջ, որովհետև իր մեջ ամեն ինչ կա, թե ժողովրդականություն կա, թե էստրադ, չգիտեմ, ամեն ինչ կա այդ մարդու մեջ։ Սկզբային շրջանում ես ինքս էլ Ազնավուրը մոտենալուց շատ վախեցա, ասում ես ու Ազնավուրն ուր, բայց երգեցի հասկացա, որ սա իմն է, որովհետև Ազնավուրը այն երևույթն է, որ ամեն մարդ իր մեջ գտնում է Ազնավուրին։ Սրա մեջ Ազնավուրի մեծությունը եւ ես շատ ուրախ եմ, որ ես շատ սիրեցի այն կատարումները, որ ես հիմա երգում եմ, այդ այսինքն ես սիրելով դա արեցի ու ստացվեց։ Նոր ինչ-որ տարբերակումներ լինելու են, այսինքն նոր մեկնաբանություններ, ամբողջությամբ ծրագիրը ֆրանսիալեզու է, թե հայերեն, ֆրանսերեն, քանի որ Ազնավուրը բազմալեզու է ու բազմաժանր է, այսպես ասենք, հա։ Հիմնականում ֆրանսերեն է բնականաբար, բայց կան հայերեն կատարում, կա իսպաներեն կատարում, այսինքն Ազնավուրի ամբողջ ներկապնակն է վերցված, հայերենում էլ շատ գեղեցիկ թարգմանություններ կան, բայց հիմնական շեշտադրումը ֆրանսերեն։ Պահպանել եք բուն Այ մայստրո, այդ գործիքավորումը, ինչ գեղեցիկ նոր բաներ է սպասվում, որտեղ դուք նորարար երաժիշտ եք եւ հանրությանը ճանաչված եք որպես գեղեցիկ իհարկե երաժշտական գունապնակ ստեղծելով։ Այ կուզենամ խոսենք սրա մասին, ինչ նոր մեկնություններ են լինելու գործիքավորման մեջ եւ որն է Ազնավուր այս տարբերակով հանդիսատեսին գալու լսելու ձեր առաջարկը։
որպես երաժիշտ։ Դե իհարկե յուրաքանչյուր այն երգը, որ կատարվելու է, որոնք աշխարհահռչակ են բոլորը, պահպանված է իր տեսքով, միանգամից ճանաչելի, բայց արդեն այնտեղ կա իմ ձեռագիրը, իմ հետաքրքիր գծերը, կարելի ասել այդպես, ինքը ժանրը արդեն մի քիչ տարբերվում է, որովհետև սոլիստ, երգչախումբ եւ դաշնամուր արդեն թարմություն է, Շարլի երգերը այդ տեսակետից ընկալելը եւ նախ շատ հաճելի է ինձ այս սոլիստների հետ աշխատել, օրինակ հենց նույն Մավրի ժողովրդական երգիչ տեսակի մասին ենք խոսում, բայց Վրեժ ջան, եթե մի անգամ լսեք ոնց է Մավրը օրինակ շին երգում, արդեն ամեն ինչ կընկնի տեղը, հա, այնպես մի հատ էներգետիկա է եւ մյուս սոլիստերն է շատ հետաքրքիր եւ ինքնատիպ են, իրանց հետ աշխատելը արդեն գույնը փոխում է տվյալ երգի, բայց ես էլ իմ կողմից իհարկե աշխատել եմ, որ նորովի հնչի, թարմ հնչի, պահպանելով այն հիմնական տրադիցիոն մարդ, որ միանգամից ճանաչի երգը եւ շատ հեռու չգնանք, որովհետեւ դա Շարլ Ազնավուր է եւ զգուշ պետք է վերաբերվել։ Գործիքավորումը բացառապես դաշնամուրային, այսինքն նվագակցությամբ է, թե մենք ունենք ինչ վերաբերվում է գործիքի, այո, դաշնամուր եւ վերջ, բայց ինքը երգչախումբը արդեն շատ հետաքրքիր ձևով բազմաձայնություն է, սոլիստ բազմաձայնություն եւ դաշնամուր, այս է ժանրը։ Բացի Մավրից Մկրտչյան, հա, պարոն Արաբյան, կարծես թե այլ սոլիստներ այո, մենք ցավոք բոլորին այսօր չկարողացանք հրավիրել, մենք ունենք Վարդանը Բադալյան, ունենք Ժաննա Դավթյան, ունենք Ռազմիկ Բաղդասարյան, ունենք Քերոբ Հովելյան, Արամ Ավետիսյան եւ Աբել Աբելյան։ Բայց ինչպես հասկացա, առյուծի բաժինը ծրագրի Մավրի վրա է։ Ոչ, հավասար Մեր մոտ դեմոկրատիա է։ Բոլորը երկելու են մի երգ։ Ոչ մեկին չեք նեղացրել, էլի, ասենց։ Բոլորը ունեն երկու երկելու, մեկը երգչախմբի հետ, մեկն էլ դաշնամուրի նվագակցությամբ։ Եվ կա խմբերքային, որտեղ սոլիստ չկա։ Ղեկավարը արդեն դեպք բոլորին Ռոբերտ Մալքեյան, ժողովրդական արտիստ հայտնի բոլորին, որ հաճույքով անցկացնում է այս ամենները։ Զուգերքներ կան, թե։ Այո, զուգերքների մեջ նորացանք ասենք, որ նոր հայտնություն ունենք մեր երգչախմբից Մարինե Սաղաթելյանը, որը Միրեյ Մացուի նման զուգերք է կատարում Վարդան Բադալյանի հետ։ Տեսեք, շատ հետաքրքիր է, Ազնավուր դեռևս 101 չենք մտել, այսինքն 100 ենք մինչև դեռ 100-ի շրջանակներում կա եւ մինչև մայիսի 22-ը մայստրոյի 101-ամյակը կլրանա եւ դեռ 100-ի մեջ ենք։ Ես եթե հետ գնամ, հա, որպես դուք շատ մեծ մշակութային, հա, համերգային գործունեություն իրականացնող կառույցի նաեւ ղեկավար։ Եթե հետ գնանք տարիներ առաջ, օրինակ մենք ունեինք Հոբելյաններ կապված Արնո Բաբաջանյանի հետ։ Մենք օրինակ Ազնավուրը ավելի մեծ խնդությամբ ենք նշում, ավելի ոգևորված ենք, ավելի բազմաժանր, տարբեր մեկնություններ ենք տալիս, չգիտեմ, ժողովրդական եւ այլն։ Եվ վերջին շրջանում շատ հաճախ եմ հանդիպում դրսերում մի փոքր, այսպես ասեմ, հա, որպես Բաբաջանյանին սեփականաշնորհելու գործընթաց իրականացնող այլազգիների կողմից, հա, այս քաղաքականությամբ։ Չեք կարծում, որ պետք է նաև այս կոմպոզիտորին եւս անդրադառնալ։ Ինչու եմ ասում, որովհետեւ ձեզ մոտ մեծ հնարավորություններ կան եւ հաջորդիվ այսպիսի նախաձեռնություններ եւս հանդես գան եւ պակաս չսիրված կոմպոզիտոր չէ։ Միանշանակ ես անձամբ Բաբաջանյանի հետ աշխատել եմ, ես ինքս շուտակար եմ մասնագիտությամբ, այն ժամանակ սիմֆոնիկ էստրադայում էինք եւ բոլոր ձայնագրությունները եւ կյանքի վերջի գործերը միասին ենք գրել։ Միանշանակ ինչի մասն է, մենք անդրադարձել ենք Բաբաջանյանին, 100-ամյակը երբ էր նախանցյալ տարի, մեծ համերգաշար, բացօթյա համերգներով եւ այլն։ Եվ իհարկե պետք է շարունակենք, դա քննարկման ենթակա չի, որ ազգը ինչ ձևով կուզենա մեկնաբանել կամ սեփականաշնորհել, նույնիսկ ես չեմ էլ ուզում մտածեմ այդ ուղղությամբ, որովհետև Բաբաջանյանը այն մեծություններից է, որ ամբողջ աշխարհը գիտի,
Իրականում մենք ունեցանք Բաբաջանյան 100 շրջանակներում ունեցանք համերգներ, մի քանի հրաշալի համերգ ունեցանք մարզերում Մեղրիում, կարծեմ Գորիսում, Երևանում մի քանի։ Ինչ է սպասվում հաջորդիվ, բացի այս համերգից, խոսենք նաև սպասվող ծրագրերի մասին, հա։ Եթե երգչախմբի հետ կապված սպասում է, որ այս համերգը մենք նաև Միացյալ Նահանգներում աշնանը ներկայացնենք եւ Շարլ Ազնավուր եւ ընդհանրապես մեծ ծրագիր ունենք։ Անցյալ տարի մենք ունեցանք Խաչատրյանի 150-ամյակի հետ կապված նորից համագործակցեցինք Կարենի հետ Անանյան, որը Խաչատրյանի երգչախմբի համար չունի Իհարկե այդքան մեծ չէ այնտեղ ծրագիրը։ Բայց այդ բացը Կարենը լրացրեց եւ շատ հետաքրքիր Մի հատ երկար պապուրի ստեղծվեց, որտեղ ընդգրկվում էին Խաչատրյանի աշխարհի ամենահայտնի կտորները, այո, կարծում եմ շատ հետաքրքիր աշխատանքեր։ Միացյալ Նահանգներում իհարկե եթե ամեն ինչ նորմալ գնաց, Խաչատրյանն էլ կներկայացնենք, Մանսուրյան Կոմիտաս բնականաբար այս տարի մենք Կոմիտաս էլ ունեցանք անցած, բայց Կոմիտասը այսինքն դա կապ չունի Հոբելյանի հետ անընդհատ Կարմիր գծի նման գնում է մեզ մոտ։ Դա մշտական ծրագիր է իհարկե, պարտադիր եւ մշտական եւ պահանջված։ Միջնադարյան եւ համաշխարհային շատ գործեր կան։ Չենք սահմանափակվում միայն հայկականով։ Ունենք մարզային համերգներ, որոնք հիմնականում անցկացվում ենք զորամասերում, սահմանային զորամասերում։ Նույն Ազնավուրը մենք կունենանք նաև նախատեսում ենք նաև Գյումրի, Վանաձոր, Գորիս, Ղափան, նաև հարավային մարզերում այս ծրագիրը մինչև Միացյալ Նահանգներ տանելը։ Այսինքն մինչև 25 թվականի ավարտ է այս ամբողջ։ Այո, ընթացքում։ Այսինքն մենք չենք սահմանափակվում այդ հոբելյանական տարվա շրջանակներով, սա շարունակական կլինի միանշանակ։ Հրաշալի է։ Մավր, ինչ ստեղծագործական նորություններ քեզանից սպասի քո երկրպագուն։ Ստեղծագործական նորություն իրականում ունեմ, բայց դրա մասին կնախընտրեմ առանձի մեծ հանդիպում ունենանք եւ խոսենք։ Մնա այո, գաղտնիք։ Մոտակա օրերից դա խոստանում եմ եւ լուսաբանում առաջինը ձեր մոտ կանեմ։ Էլի Կարենի հետ Կարենի հետ հետաքրքիր համագործակցություն։ Կարենի հետ եք համագործակցում։ Շագերտները մի քիչ բացեմ, մենահամերգ եմ պատրաստում։ Մայստրո, տարին ինչպես է լինելու մայստրոյի համար։ Ճիշտն ասած, sense բազմաժանր եւ այնքան հետաքրքիր բան կա, մնում է մենակ հասցնես այդ ամեն ինչը։ Միակ խնդիրը դա ժամանակային խնդիրն է, որովհետեւ մենակ այս ոլորտը, որ մայստրո Մլքեյանի հետ մենք համագործակցում ենք եւ sense հրաշալի սոլիստների եւ երգչախմբի, իմ համար մեծ պատիվ է, բայց բացի դրանից իհարկե շատ տարբեր տեսակի sense։ Գիտեմ, որ դուք համագործակցություններ ունեք տարբեր նվագախմբերի, տարբեր երաժշտական նվագախմբերի հետ, համ այսպես ասած բենդերի եւ սոլիստների հետ շատ է, sense երուզերը շատ է, բայց փորձել եմ ընտրել այն, ինչ որ իրոք հետաքրքիր է եւ արժեք ունի։ Շատ է, չգիտեմ ինչի մասին խոսեմ, վրեժ ջան, սկսած բենդերի։ Մեծ ծրագրեր կան աշխատանքային, այսինքն եւ հենց մենակ այս համագործակցությունը երգչախմբի հետ շատ տարբեր է, սկսած այդ Խաչատուրյանից, Շարլից եւ բացի դրանից մի քանի ուրիշ հատուկ սոլիստների համար, որից մեկը հենց Մավրին համար է, մյուսը Վարդանի համար վոկալյան, էլի արված կան գործիքավորումներ, որոնք սպասում են իրանց հերթին, իրանց համերգներին, այսպես օրը Արիթից օգտվելով ներողություն եմ խնդրում, ասեմ, որ մենք անցյալ տարի նաև սկսեցինք Ռոբերտ Ամիխայանի հոբելյանական համերգներով 85-ամյակի հետ կապված եւ այս տարի շարունակելու ենք, որտեվ նոր ստեղծագործություն ունի գրած, դա կլինի մայիսի 8-ին պետական կամերային նվագախմբի եւ երգչախմբի հետ համատեղ մի քանի լեզուներով աշխարհի տարբեր երկրների լեզուներով ճապոներեն, ֆիններեն, ֆրանսերեն կանտատ է գրված շատ լայնածավալ մեծ եւ շատ հետաքրքիր ստեղծագործություն է
եւ նաեւ իր համերները մենք ունեցանք մեր երգչախմբի մենակատարներով եւ իր նվագակցությամբ, որը շատ հետաքրքիր անցավ։ Մենք արդեն 4-5 համերգ ենք ունեցել, հավանաբար այս տարի էլ կունենա այդ շարունակություն։ Դե գիտեք, այդ ժանրի մեջ ինչքան ինքը անփոխարինելի է իրոք եւ սիրով կատարում են մեր մենակատարները դերքերը։ Ինչպես տեսնում ենք, իհարկե բուրըն ստեղծագործական ու մշակութային տարի է նաև ձեր կառույցի համար եւ յուրաքանչյուր ստեղծագործողի համար ուզում ենք ձեզ այսօր շնորհակալություն հայտնել առավոտյան մեր տաղավար գալու, առավոտ չտարտնանալու եւ կիսելու համար։ Մաղթում ենք ստեղծագործական հաջողություններ, մավր քեզ քո բազմաժանրության մեջ իհարկե արդեն հանդիսատեսը վայելել է, սպասում է հաջողություններ, ինչ նախաձեռնություններ ունես եւ որպես գոլեգա եւ որպես ընկեր ես ուրախ եմ իհարկե։ Շնորհակալ եմ վերջինս։ Եվ դա Աստված որ իհարկե մեր երկիրը խաղաղ լինի եւ կարողանանք մշակութային կյանք այնպես կազմակերպել, որ ունենանք բազմաժանր մշակույթ տալու եւ մշակույթ իհարկե ժողովրդից ստանալու հնարավորություններ։ Սիրելի հեռուստադիտող, բաց չթողնեք։ Մարտի 20-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա ազնավուր տոնական համերգը նվիրված կանանց միամսյակին տոմսերը վաճառվում են, փնտրեք, գտեք եւ գնացեք այս գեղեցիկ համերգին ու սեր ստացեք ազնավուրյան սեր։ Սիրեք միմյան, ջերմություն փոխանցեք իրար, քանզի այն կարևոր է յուրաքանչյուր վարքյան ապրելու, գոյատևելու համար։ Իսկ ես ձեզ ասում եմ այսօր ցտեսություն, մինչ հաջորդ առավոտ կհանդիպենք օրդ բարի շրջանակներում 21 TV եթերում։ Մնացեք բարյավ։